հաջողող երևույթներ են։ Տակները կտանում են մարդկանց առողջությունը, նվազեցնում աշխատանքությունը և փոխում խանգարել հասարակության հիմնական գործունեությանը։ Համաճարակների ժամանակ մեծանում է մահացությունը, առաջանում են տնտեսական և սոցիալական խնդիրներ, փակում են դպրոցներն աշխատական մարդկանց խումբը, դիտմամբ վիրավորում և ծածկում են մյուսին, պատճառելով նրան հոգեկան կամ ինքնուրույն ֆիզիկական վնաս։ Ես ականատես եմ եղել այն իրավիճակներին, երբ ունի կային օրենքներ։ Այդպիսի ժամանակներում սպառողներ աշակերտների մի մասը ծառում էին մյուսին, բարձր վիրավորական խոսքեր էին ասում, ծիծաղում և նույնիսկ փորձում ետմել խմբերից։ Նաև նկատվում անտեսում, երբ փորձում են հետ պահել խաղերից կամ խմբային աշխատանքներից։ Այդ պահի տեսանելի է, որ այդպիսի վերաբերմունքը վնասում է մարդու ինքնահստողությանը, նա դառնում է լուռ, տխուր և միաժամանակ խուսափում նոր շփումներից։ Նաև նկատվում են կանացի մարդիկ, որ ուղղակի նայում են առանց միջամտելու, սակայն հարկավոր է հասկանալ, որ լրությունը նույնպես կարող է խորացնել խնդիրը։ Կարծում եմ, բուլինգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լինել ուշադիր և աջակցող։ Եթե տեսնում եք նման իրավիճակ, պետք է փորձեք օգնել տուժողին, խոսել նրա հետ հանգստանալ։ Դուք տափերի օրինակով փորձում եք, չէ՞, բեմադրական ձեր մի մասը, նույնիսկ եւ որ թեվով հատվածում եք իրար, նայեք, դա նույնպես դիմացի համար, այնպես որ մենք մեր արարքներում պետք է լինենք բավականին զգուշ։ Ձեր տարիքային առանձնահատկություններից ելնելով դուք ամեն ինչը վերցնում եք հիմա, եւ դա, եթե ձեզ թվում է լեգ չի թողնելու ձեր հետագա կյանքի վրա, սխալվում եք, պարտադիր լինում եք ուշադիր, լինում եք աջակցող, լինում եք սրտացավ և առողջաբանություն։ Սովը հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ այն վնասում է առողջությունը և զարգացումը։ Այդ խնդիրները կարող են հանգեցնել սոցիալական անհավասարության և հասարակական լարվածության աճին։ Աղքատության և սովի հաղթահարումը պահանջում է պետական աջակցություն, բարեփորձություն և միջազգային համագործակցություն։ Աշխարհի վրա տնտեսական աղտոտիչների ազդեցությունը տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, օրինակ քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ կենցաղային թափոնների թափանցումը միջավայր, լանդշաֆտների աղտոտումը կամ ջերմության կուտակումը մթնոլորտում։ Շատ լավ։ Այսօր Երևանը համարվում է մաքուր քաղաք, չէ՞, ավելի շատ գնում է դեպի աղտոտվածություն բարձր։ Գյուղատնտեսություն, համբերատարություն։ Աշխարհում այդ ամենը պահելու համար պետք է լինի պայքար։ Պայքարող մարդը նման, սկզբունքները պահելու համար պետք է լինի կրթված։ Կրթված մարդուն պետք է ինչ դպրոց ուսում։ Ինչ եմ ուզում ասել, որ դուք հիմա գտնվում եք այնտեղ, որտեղից պետք է սկսեք պայքարը նրանց, ովքեր ունեն կրթիկներ, գրեք, ինչպիսին եք ուզում տեսնել աշխարհը։ Իսկ մենք աշխարհի իմաստն ենք, մենք բոլորը ստանում ենք աշխարհ։ Հայաստանի ջուրը յոթով շատ աղքատ է և այս ջուրը շատ օվկիանոսից է լեռու է։ Այս առումով է իվան ասեն և ամփոփենք, չէ՞, վերջերթենք։ Իրականում ինչքան է զարգանում է աշխարհը, այդքան խնդիրներ են առաջանում։ Կրթությունը առաջին տեղում բերելով պետք է հասկանալ, ինչքան շատ են կրթվում, խելացի դառնում, ավելի շատ բան սովորում, այդքան կարող են հիմնախնդիրների, այսպես ասած, պատասխան են հիմնախնդիրները։ Ինչքան մենք ասելով ընդհանուր եմ ասում, անգրագետ են, կրթությունը արմամարում ենք, չենք սովորում, որտեղ մեզ պետք չի, միևնույն է, մենք չենք սովորում հիմնախնդիրները։ Երբ որ գրանցվի, դա կարևոր չի, էական չի, ուսուցչի կողմից աշակերտի, պետք է բարձրաձայնվի։ Եվ կան դեպքեր, չէ, օրենքում էլ է ասվում, որ կան դեպքեր, որ նաև ուսուցիչներն են ենթարկվում բուլինգի աշակերտների կողմից։